Բարև ձեզ։ Փաստինֆո եթերում շարունակում ենք հետևել միջազգային իրադրությանը։ Վաշինգտոնում ավարտվեց Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստը։ Այդ խորհրդում քննարկվեցին տարբեր հարցեր, բայց ըստ էության գլխավոր հարցը, ինչի համար ստեղծվել էր խորհրդի ժամանակին, Գազայի հարցը եւ Պաղեստինի ժողովրդի կարգավիճակի հարցը, այդպես էլ դուրս մնաց օրակարգից։ Կամ այնպիսի աննշան կերպ քննարկվեց, որ դրա մասին միջազգային լրատվամիջոցները ոչինչ չնշեցին։ Բայց հիշեցնենք, որ ի սկզբանե հենց Խաղաղության խորհուրդը ձևավորվել էր Գազայի ժողովրդի ճակատագրով մտահոգված, բայց Գազայի ժողովուրդը այսօր էլ ապրում է անմարդկային պայմաններում եւ այնպեսի տպավորություն է, որ ուղղակի ոչինչ չի արվում, որպեսզի ժողովուրդը ինքնակամ լքի այդ տարածքները։ Ժողովուրդը փաստացի պետք չէ ոչ ոքին, բայց տարածքները բոլորին պետք է եւ Տրամպը իր բազմաթիվ ելույթներում չի էլ թաքցնում, որ իրենց համար կարեւոր է Գազայի հատվածը, քանի որ այնտեղ իրենք ցանկանում են միջազգային բիզնես գործունեություն ծավալել։ Կարծես թե ոչ ոք չխոսեց նաև Համասի մասին, չնայած Համասը անընդհատ գլխավոր թեման էր բոլոր կոնֆերանսների ժամանակ եւ Համասի թեման չէր իջնում միջազգային լրատվամիջոցների թոփ էջերից, բայց այս անգամ Համասի հարցն չքննարկվեց։ Այնպեսի տպավորություն է, որ ուղղակի Պաղեստինի ժողովրդին հանձնել են բախտի քմահաճույքին եւ ուղղակի սպասում են, թե երբ են պաղեստինցիները կազմակերպված կամ գոնե անկազմակերպ դուրս գալու այդ տարածքից, որ անցնեն իրենց հիմնական պլանների իրականացմանը։ Ցավոք սրտի, Պաղեստինի հարցը ոչ ոքին պետք չէ այս պահին, արաբական աշխարհը հատկապես այս ուղղությամբ լռություն է պահպանում եւ ոչինչ չի արվում Պաղեստինի հարցը կարգավորելու համար։ Իսկ Խաղաղության խորհուրդը եւ նրա անդրանիկ նիստը Տրամպը օգտագործեց իր ապագա պլանները իլուր աշխարհի ազդարարելու համար եւ այդտեղ իհարկե առաջին պլանում հենց Իրանն էր։ Բացի այդ, Տրամպը խոսեց նաեւ տարբեր տարածաշրջաններում խաղաղության կարգավորման մասին, հրահանգեց Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների ոտքի կանգնել եւ ցույց տալ, որ իրենք այժմ ընկերներ են եւ բոլորի աչքի առաջ ձեռք սեղմում իրականացրեց ծափահարությունների ներքո։ Բոլորս էլ հասկանում ենք, որ այս ամենը ըստ էության շոու է։ Ոչ մի խաղաղության չի հասել Միացյալ Նահանգները, այն էլ մեր տարածաշրջանի նման բարդ տարածաշրջանում։ Ուղղակի աշխարհաքաղաքական կոնյունկտուրայով պայմանավորված այժմ Միացյալ Նահանգները կարողանում է ցույց տալ աշխարհին, թե իբր հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորվել են եւ կոնֆլիկտն էլ հաղթվել է։ Բոլորն էլ գիտեն, որ դա այդպես չէ։ Իսկ Խաղաղության խորհուրդը դա ուղղակի Տրամպի անձնական խումբն է եւ Տրամպը այդ ակումբը օգտագործում է իր աշխարհաքաղաքական շահերը սպասարկելու համար։ Այնպես որ ըստ էության գործընթացի մասին կարծիք կազմելու համար ոչ թե վերցնենք թե ինչ անվանում ունի այս կամ այն ակումբը, թե այն իրականում ինչպեսի գործունեություն է ծավալում։ Ստեղծվելով Գազայի ժողովրդի համար, այն Գազայի համար ոչինչ չի անում։ Եվ վստահ ենք, որ նաև Հորդանան գետի արևմտյան ափի համար ոչինչ չի անելու։ Պաղեստին պետությունը ճիշտ է, թղթի վրա ճանաչված է ՄԱԿ-ի անդամ շատ պետությունների կողմից, բայց գործնականում նույն ՄԱԿ-ը ոչինչ չի անում Պաղեստին պետության տարածքային ամբողջականությունն ապահովելու եւ տասնամյակներ առաջ իր իսկ կողմից ընդունված որոշումը հարգելու համար։ Ինչևէ, սպասենք տեսնենք, թե այստեղ իրավիճակը ինչպես է զարգանալու։ Մյուս թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, Իրանն է։ Ժնևում ավարտվեցին բանակցությունները Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև եւ ըստ Wall Street Journal-ի տեղեկատվության Միացյալ Նահանգների բոլոր առաջարկները իրանական կողմը մերժել է։ Իհարկե որոշակի համեստ զիջումներ Իրանը պատրաստ է իրականացնել, բայց ոչ կարևոր եւ դրանք Միացյալ Նահանգներին բնականաբար չեն կարող բավարարել։ Ինչպես նշում է հեղինակավոր լրատվամիջոցը, այս պահին Տրամպը երկու ճանապարհ ունի։ Կամ գնալ ռազմական գործողությունների սրման եւ կորցնել զինվորներ եւ պատերազմի մեջ մտնել, կամ հրաժարվել պատերազմից, բայց ունենալ հեղինակության բավականին լուրջ անկում։ Հաշվի առնելով, թե ինչպիսի փառասեր անձնավորություն է Տրամպը, վստահ ենք, որ վերջինս չի ընտրելու երկրորդ տարբերակը, բայց ռազմական գործողություններն էլ ապագա չեն, քանզի ռազմական գործողությունները կարող են Միացյալ Նահանգներին մտցնել մի երկարատև պատերազմի մեջ, որից շատ արագ դուրս գալ չի ստացվելու։ Ինչպես եղավ Աֆղանստանում, Մերձավոր Արևելքում հնարավոր չի լինելու շատ արագ թողնել այս ամենը եւ դուրս գալ, քանզի շատ բարձր խաղադրույքներ են այստեղ ներդրված եւ նաեւ այն քանակությամբ զենք, զինամթերք եւ տեխնիկա, որ կենտրոնացրել է Միացյալ Նահանգները Իրանի շուրջ եւ տարածաշրջանում, խոսում են մի բանի մասին՝ ռազմական գործողությունները լինելու են եւ լինելու են բավականին ահեղ եւ կողմերը պատրաստվում են դրան։ Իհարկե Ժնևի բանակցությունները հնարավորություն էին միգուցե փորձել հարցը կարգավորել խաղաղ ճանապարհով,
Բայց կարծում ենք նաև, որ Ժնևյան բանակցությունների ձախողման հիմնական պատճառներից մեկն էլ այն էր, որ խաղադրույքները բավականին բարձր են եւ այն պայմանները, որ դրել էր Միացյալ Նահանգները Իրանի առաջ, Իրանին էին երկընտրանքի առջև կանգնեցրել կամ գնալ ռազմական գործողություններ եւ պատերազմի, հույս ունենալով դրանով փրկվել եւ իլուր աշխարհի հաստատել իր խաղաղ ատոմ ունենալու իրավունքը եւ նաեւ միջուկային տեխնոլոգիաներին տիրապետելու իրավունքը կամ հրաժարվել այդ ամենից ունենալով հեղինակության շատ դուրս կորուստ։ Իրանն էլ Միացյալ Նահանգների նման վստահ ենք ընտրել է առաջին տարբերակը։ Այնպես որ սպասենք տեսնենք, թե տարածաշրջանում ինչ նոր զարգացումներ են լինելու։ Եվ վերջին թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, Ուկրաինա-Միացյալ Նահանգների հարաբերությունների հետ է կապված։ Պոլիտիկո պարբերականը նշում է, որ Թրամփը ամեն ինչ անում է, որպեսզի Անկարայում ապագայում սպասվելիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Ուկրաինան եւ Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի մի քանի պետություններ, որոնք դաշնակից են Միացյալ Նահանգներին, չմասնակցեն։ Իհարկե նրանց հետ կապված կարելի է հասկանալ, որ ՆԱՏՕ-ն առաջին հերթին իհարկե Եվրոատլանտյան պաշտպանական կառույց է եւ այդտեղ Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի պետությունները կարող են եւ չլինել, բայց Ուկրաինայի հետ կապված հետաքրքիր զարգացում է։ Ստացվում է, որ Թրամփը Ուկրաինային եւ այդ պետություններին նույն գծի վրա է դնում եւ Ուկրաինային էլ չի համարում Եվրոատլանտյան մասնիկ եւ Եվրոատլանտյան համակարգի մասնիկ եւ այն խոստումները, որ տրվել էին Ուկրաինային 2014 թվականին դեռևս ՆԱՏՕ-ի անդամ դառնալու եւ Եվրոպական միության անդամ դառնալու, ըստ էության հոտս են ցնդել եւ ամեն օր մենք համոզվում ենք դրանով։ Փաստորեն Ուկրաինան պետք է Եվրոատլանտյան պաշտպանական դաշինքին իր աշխարհաքաղաքական շահերը Եվրասիայում առաջ տանելու եւ Ռուսաստանին մեծ պատերազմի մեջ ներքաշելու համար։ Ցավոք սրտի ուղղակի Ուկրաինայում արեց ոչ թե իշահ Ուկրաինայի, այլ Ուկրաինայի տարածքային ամբողջականության հաշվին եւ Ուկրաինայի տարածքում։ Իսկ թե ինչ հետևանքներ սա կունենա, դա արդեն ըստ էության կազմակերպիչներին այդքան էլ չի մտահոգում։ Այն որ վերջին շրջանում Ուկրաինա-Միացյալ Նահանգներ հարաբերությունները բավականին սառել են, դա ակնհայտ է։ Միացյալ Նահանգները սահմանափակում է օգնությունը Ուկրաինային եւ փորձում է ամեն ինչ անել, որպեսզի ուկրաինական հարցի կարգավորումը տեղափոխի եվրոպական դաշտ։ Եվրոպական միությունն էլ սա շատ լավ հասկանալով դեռևս փորձում է դիմադրել։ Ինչևէ, այս ամենը ցույց է տալիս, որ խաղաղության մասին խոսել դեռևս շատ վաղ է, եթե չասենք անհնար, քանզի կողմերը ունեն տրամագծորեն հակառակ կարծիքներ խաղաղության մասին եւ ըստ էության պատրաստ չեն խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Սա չի մտնում Թրամփի պլանների մեջ, քանզի եթե հիշում ենք, նախընտրական շրջանում Թրամփը անընդհատ խոսում էր այն մասին, որ ինքը 24 ժամում, հետո 3 ամսում, հետո 6 ամսում կկանգնեցնի պատերազմը, բայց ժամանակը ցույց տվեց, որ ուկրաինական պատերազմը ցավոք սրտի այն պատերազմների դասին է պատկանում, որոնց կանգնեցնելը մեծ ջանքեր է պահանջելու աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից։ Այս թեմաներն էին, որոնց այսօր ես ցանկացա անդրադառնալ, ցանկանում եմ եւս մեկ անգամ հիշեցնել բաժանորդագրվել մեր YouTube ալիքին եւ նաեւ շնորհակալ ենք այն նվիրատվությունների համար, որ արվում է ձեր կողմից մեր ալիքի գործունեությունը անխափան դարձնելու համար։ Այսօր այսքանն է, շնորհակալություն, կհանդիպենք հաջորդ անգամ։